Կարճատեսություն և հեռատեսություն։ Մարդու աչքը օպտիկական համակարգ է, որը կազմված է եղջերաթաղանթից, ծիածանաթաղանթից, բիբից, ակնաբյուրեղից, ակնամկանից, արյան անոթներից, տեսողական նյարդից և ցանցաթաղանթից։ Դրանց հիմնական դերը լույսը բեկելն ու կենտրոնացնելն է, որպեսզի պատկերը ձևավորվի հենց ցանցաթաղանթի վրա։ Սակայն երբ աչքի ձևը կամ օպտիկական ուժը փոփոխվում է, առաջանում է տեսողության թերություններ։ Կարճատեսություն։ Կարճատեսության դեպքում աչքը լույսը չափազանց ուժեղ է բեկում կամ աչքը մի փոքր երկար է։ Արդյունքում հեռու առարկաներից եկող լույսը կենտրոնանում է ցանցաթաղանթից առաջ։ Այդ պատճառով մարդը լավ տեսնում է մոտ առարկաները, բայց հեռու գտնվողները տեսնում է աղոտ։ Կարճատեսությունը շտկվում է ցրող բացասական ոսպնյակներով, որոնք լույսը քիչ են բեկում և տեղափոխում են ֆոկուսը դեպի ցանցաթաղանթ։ Հեռատեսություն։ Հեռատեսության դեպքում աչքը լույսը բավարար չափով չի բեկում, կամ աչքը կարճ է։ Լույսը կենտրոնանում է ցանցաթաղանթից հետո, այս դեպքում մարդը լավ տեսնում է հեռուն, բայց դժվարությամբ մոտ առարկաները, օրինակ՝ գիրքը։ Հեռատեսությունը շտկվում է հավաքող դրական ոսպնյակներով, որոնք լույսը ավելի ուժեղ են բեկում և ֆոկուսը տեղափոխում են դեպի ցանցաթաղանթ։ Կարճատեսությունը և հեռատեսությունը աչքի օպտիկական թերություններ են, որոնք առաջանում են լույսի ճառագայթների սխալ կենտրոնացման հետևանքով։ Ֆիզիկայի տեսանկյունից սա կապված է լույսի բեկման և ոսպնյակների օպտիկական ուժի հետ։ Ճիշտ ընտրված ակնոցները կամ ոսպնյակները օգնում են տեղափոխել կիսակետը ցանցաթաղանթի վրա և ապահովել հստակ տեսողություն։